Թե Նիկոլ Փաշինյանը գրոհի մայրաթոռում կաջակցեք վարչապետին, թե կաթողիկոսին։ Դրոց է ծիծաղալու հարց եք տալի։ Ես նրան վարչապետ չեմ համարում։ Այսինքն կաջակցեք կաթողիկոսին։ Իհարկե։ Վարչապետ։ Ես չգիտեմ, չեմ կարա ինչ-որ բան ասեմ։ Կաթողիկոսին։ Ինչու։ Հենց տենց։ Նիկոլ Փաշինյան։ Ինչու։ Կաթողիկոս։ Ինչու։ Որովհետև ինքը մեր ծոպմարը խոսքեր չեմ գտնում, նորմալ ասելու, ավելի լավ կաթողիկոս, քան վարչապետը։ Հայ առաքելական եկեղեցին։ Ինչու։ Որտեվ հայ առաքելական եկեղեցին մեծ դեր ունի հայ ժողովրդի ինքնորոշման, հայ ժողովրդի կայացման ու դարավոր պատմության մեջ։ Ոչ, չեմ կարա բաբա։ Չգիտեմ Ազիջանից հարցից։ Չեմ գիտես, դες հարցերն դու աղջիկ ջան։ Միտքերս ուրիշ տեղ է, թող մտածեմ, ուրիշ գործով եմ ուղղս ծանր։ Չեք աջակցի ոչ մեկին, թե։ Ոչ մեկին։ Ինչու։ Չէ, իմ բանը չէ դա ասելու։ Չգիտեմ։ Իհարկե կաթողիկոս։ Ուրի այդ հարց շուրջ են բաներ կասելու, պրոստո ցավոք սրտի ժամանակ չունեմ։ Փաշինյանը հող ծախող ազգը ծախող մարդ է, ինչ ասեմ։ Մնացել էր եկեղեցին էլ կբան։ Այդ թեմայով շատ բան ունեմ ասելու, ցավոք սրտի ժամանակ չունեմ։ Իմ Սուրբ Էշմիածինին Իշման վայրն է։ Նիկոլ Փաշինյանով է, այնքան այդպես կգնան, բայց 1700 տարվա տաճարը պետք է կանգուն մնա։ Վարչապետ։ Ինչու։ Եսի բալաջան։ Չգիտեք ինչ։ Այս դե փեսա եմ ախր գնում կրակի մեջ։ Որտեղի փեսա է։ Չորոսորխոզի։ Ինչու կաջակցեք իրեն, չգիտեք։ Ես իմ դեպսաղ աջակցում եմ, մենք պետք է աջակցենք։ Վարչապետին։ Ինչու։ Ինչու, որովհետև դա կաթողիկոս չի։ Ինչու կաթողիկոս չի։ Դե չգիտեմ, այն ինչ որ լսում ենք, այն ինչ որ տեսնում ենք, բավական չի դքանը։ Օրինակ, ինչ լսում եք պիտի հավատաք, բայց չկան փաստեր որևէ։ Ով ասում փաստեր չկա։ Տեսել եք փաստերը։ Ես չեմ գնացել իր աղջկան տեսել, բայց ես վաղուց եմ լսել, որ ինքը ունի աղջիկ։ Բայց էլի լսել եք, չէ՞, չեք տեսել։ Չգիտեք։ Որտեղ տեսնեմ։ Փաստերը չկան։ Այդքան բանը կասեմ։ Չգիտեմ Ազիզիչ պատասխանը։ Ում կողմից կլինեք, ում կաջակցեք։ Երկուսի կողմն էլ։ Եկեղեցի։ Ճիշտ ասած չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Չգիտեմ։ Եկեղեցին ամենայն դեպս մենք քրիստոնյա ենք, պետքա պաշտպանվի։ Չէ, մեկը, հա։ Բայց եթե գրոհի մայրաթոռին ասում էր, որ պիտի ազատագրի, ում կաջակցեք կաթողիկոսին, վեհապարին, թե Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեմ Ազիջ, բայց քաղաքականությունից մի քիչ հեռու ենք։ Կաթողիկոսը։ Դե մենք հավատքով մարդիկ ենք, այդ պատճառով իրեն։ Իհարկե պետությանը, ղեկավարին։ Ինչու։ Հա։ Ինչու։ Քանի որ սրանք փեղծված են։ Ես հələ երեխեքի չեմ կնքի 18 տարեկան բանակ դերտան եւ մաքրվեն նոր կնքեմ։ Ես էսի որ չալիր ենքան օրինակ բերեյոր դու ոբշե մոռանայի ես բանը։ Անկախ բան եմ, աշխատակից եմ, ես ճեմարանի պարետն եմ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես իմ մասնագիտական աշխատանքն եմ կատարում, ես ինժեներ եմ, այսօր դժվար հարց եք տալի։ Դժվար հարց եք տալի։ Դե չգիտեմ, կաթողիկոսը ինչ որ ասում են ճիշտ է, թե ճիշտ չի։ Գրոհել պետք չի ամեն դեպքում։ Բայց ինքը ասել է, որ ազատագրելու է Էջմիածինը, Վեհարանը, եթե անի նման բան գրոհի։ Դե ճիշտն ասած, ես որ լսում եմ այդ լուրերը, մտածում եմ վարչապետը իմ մի հատ ինֆորմացիա տվել, որին պետք է մայրաթոռը կամ իր թեմերը խորեն մտածեն ինչ անեն, որն է ելքը։ Որտեղ ոչ մերժում ենք տեսնում, ոչ ուրիշ բան, որպես հասարակ քաղաքացի եմ ասում։ Ասենք մեկի հանդեպ այդ ձևի բան գրեն, ինքը ինչ կանել է այդ դեպքում։ Բայց իրանց հանգստությունն է էլ հետաքրքիր։ Այդ է ինձ մտահոգում։
Ինչ ելնի այ այդ 18 թվի հեղափոխությունը որ եղավ, ինչ ելնի այդ հեղափոխությունը իրանց ներսում պետք է լինի։ Այն ժամանակ պետք է լիներ, եթե չեղավ, հիմա պետք է նստեն մտածեն, էլի։ Այս ամբողջ այս ինֆորմացիան հոսուտ չի, կա չէ որ ասում են։ Դե իրանք էլ ըստ դրա շարժվեն, հետևություն անեն, բայց հարցը պետք է լուծում ունենա, էլի։ Սիրուն չի սենց։ Վարչապետը։ Ինչու՞։ Հենց, էսի լավը չի։ Վարչապետը լավն է։ Համենայն դեպս իրանից լավն է։ Ինչ է արել կաթողիկոսը, որ լավը չի տեց։ Այդքան զոհվածներին մի օր մի բար չած։ Բայց զոհվածները ում պատճառով են, ում իշխանության օրոք են։ Սերժի Ռոբերտի։ Զոհվածները Սերժի Ռոբերտ իշխանության օրոք են եղել։ Ինչ անենք, նրա շարունակությունն էր էդի։ Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ է պատերազմը 44 օրյա եղել։ Էդի նշանակություն չունի, պատերազմը նախատեսված է նրանց սարքած բաներն։ Վարչապետի, որովհետև մինչև հիմա ոչ մի բանի մենք որ ասենք ապրել եմ այս քանի տարի, ես ոչ մի բան չեմ տեսել այն հին նստողներից, հիմա Նիկոլը նստել է, շատ գոհ ենք իրանից, նամանավան մեր գյուղում, ոնց որ անի ավերակլներ իմ աղջիկ, հիմա որ տեսնես ինչ ձևիա սարքե, դպրոցը սարքել է, սպորտ դպրոցը սարքել է, մեր ունիվերմակը սարքել է, գյուղապետարանը սարքել, ճանապարհները, տեսնես 15 սանտիմ մենակ ասֆալտ հափռել։ Էլ ոնց կարանք իրանից դժգոհենք։ Բայց հիմա այսպես ասած թիրախավորում է եկեղեցուն կաթողիկոսին, եթե ընտրության առջև կանգնեք, ում կաջակցեք։ Հավատա Նիկոլին։ Ես շատ արդեն հիմա զգում եմ էլի տարբերությունը այն ժամանակվա ու հիմա զգում ես որ ապրում ես։ Այն վաղ կարելի ասել գոյատևում էինք։ Թոշակները բարձրացնում է, էլ ինչն է կարևոր հիմի։ Թոշակները որ բարձրացնում է, մարդիկ արում են էլի հիմա նորից էս հունվարի 1-ից էլի բարձրացնելու է։ Facebook-ում կարդում ենք էլի շուտ իմ աղջիկ։ Միսներ առաջ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ սկսած արշավի ժամանակ նա հայտարարեց, որ պատրաստվում են այսպես ասած ազատագրել Վեհարանը եւ Վեհարանը հանձնել Վեհին։ Այսօր մենք գտնվում ենք Էջմիածնում եւ քաղաքացիներից հետաքրքրվում թե ում կաջակցեն, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գրոհել Մայրաթոռը։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ում կաջակցեք դուք, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գրոհել Մայրաթոռը։ Կաջակցեք վարչապետին թե կաթողիկոսին։